Խորհրդարանում երկրորդ օրն է Արամ Վարդևանյանն է հերոսը։ Պատգամավորների կեսից ավելին գրանցվել է, որ ելույթ ունենա նրան ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրելու մասին հարցի քննարկմանը։ Ես չեմ ուզենա, որ Չի ուզում Գարիկ Սարգսյանը, որ Արամ Վարդևանյանը զբաղեցնի ազգային ժողովի ղեկավար կազմում ընդդիմության միակ տեղը։ Ըստ Սարգսյանի, Վարդևանյանը կփչացնի նախագահության սիրուն տեսքը։ նախագահությունը այնքան սիրուն է այս պայն։ Ես չեմ ուզի, որ այդ նախագահությունը մի Մի փոքր չափազանցրեք, պարոն Սարգսյան։ Ապշում է ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Ղազինյանը։ Տղամարդկանցից բաղկացած նախագահությանն էլ սիրուն ասել։ Հաշվի առնելով, որ նախագահությունը բաղկացած է այս պայն միայն տղամարդկանցից, չեմ կարող սիրունությունը գնահատել։ Ըստ ԿՓԱ-ականների ոչ միայն ավելորդ է Վարդևանյանը նիստերի դահլիճի բարձրադիր աթոռներին, այլև զադնի դնող է։ Մեղադրում են իշխանականները Վարդևանյանին 2022-ին պատգամավորական մանդատը վայր դնելու փաստաբանական ծառայության վերադառնալու համար։ կես ճանապարհին զադնի դնող կամ քիծ թույլ Վարդևանյանն արդեն պարզաբանել է, դիմադրության շարժման ձախողումն է իրեն ստիպել քաղաքական պատասխանատվություն կրել ու մանդատը վայր դնել, բայց արդյոք մարդկանց իրավունքների պաշտպանությանը վերադառնալը նշանակում է զադնի դնել։ Ընդդիմադիրների հարցը հռետորական է։ Աստված չանի իհարկե, ես չեմ ուզում, որ եթե մեկի կալանավորումը կամ մյուսը չնայած ճակատագրի բերումով համոզված եմ լինելու են քրեիրավական գնահատականներ, պարոն Վարդևանյան, խնդրում եմ առիթի դեպքում իշխող խմբակցությունից կամ կուսակցությունից անպայման անվճար պաշտպանել, որպեսզի իրենք տեսնեն ձեր չհանձնվող տեսակը։ Իմ օրինակով եմ ձեզ ասում։ Իր հայտարարություններում էլ ավելի զիլ է դառնում Արարատում կոկորդիլոսաբուծարան հիմնելու ծրագիրը ձախողած Գարիկ Սարգսյանը։ ավելի շատ նկատեցի դերասանական տաղանդ, Ուղղակի չի կողմնորոշվում Վարդևանյանին դերասանական տաղանդ վերագրել, թե կարատեիստի։ կարատեի մաստեր կլաս էիք ցույց տալի, ոչ թե պատգամավորի կամ այսպես ասած ազատության փաստաբանի, ինչպես ձեր ընկերները հռչակեցին։ Դուրս գալ հայտնի բավականին հաջողության հասած այդ ոլորտում եւ ընդհանրապես մարդուն ասել դու լավ իրավաբան ես եւ մարդու կողմից, որը համենայն դեպս չգիտի իրավաբան լինել, ինչ է, այս արդեն աբսուրդի ժանրից է։ Հայաստան եւ Ուշեղ Հայաստան խմբակցությունների ներկայացուցիչներն ուզում են Արամ Վարդևանյանին ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում տեսնել, քանի որ համարում են, որ այդպես իշխանության կամայականությունների դեմ պայքարելու եւս մեկ լծակ կունենան։ Օրինակ, որ դուք որևէ խմբում լինեք, որը բանակցում է հանդիպում օտար երկրի մեր գործընկերների հետ, ես մի քիչ ավելի ապահով կլինեմ, ավելի անհանգիստ չեմ լինի, վստահ կլինեմ, որ հայկական շահերը այդտեղ արտահայտված են լինելու։ Առաջինը Արամ Վարդևանյանն է, ըստ ընդդիմադիրների բարեկիրթ ելույթ ունեցել ազգային ժողովում։ Առաջինը Արամն էր, որ այս պահին Վարդևանյան, որ խոսեց չափազանց բարեկիրթ։ Անհանգստանում են գործընկերները, իշխանականները մեկ էլ տեսալ սադրեցին, այդ ինչ է կերել կամ խմել Վարդևանյանը, որ այդքան հանգիստ է։ Մագնեզիումի քանակ ապօրինի ձեռնարկատիրության մեջ ես չմեղադրեն, տենց մագնեզիումի մեծ քանակ բերելու համար էլի։ Կատակ, բայց չէր հանգստանում Գարիկ Սարգսյանը։ Երեք որ ձեր ելույթների մեկնաբանություններն էի կարդում, երեկոյան հիմնականում հանդիպել եմ սատանայի փաստաբան եզրույթին։ Համբերատար լսում ու շփտում էր Արամ Վարդևանյանը, կխոսի, երբ իր ելույթի հերթը գա։ Հիմա գործընկերներն են արձագանքում իրենց բառերով Վարդևանյանի մասին իշխանության հորինած ասեկոսեներին։ Facebook-ում չգիտեմ որտեղ եք տեսել սատանայի փաստաբան, ըստ երևույթին ձեր մոտ մի քանի կայքաբերում, բնականաբար ձեր ուզածները պետք է գրած լինի։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։